Բարև ձեզ։ Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Լույս տեսավ Western Armenia շաբաթաթերթի 70-րդ թիվը։ Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդը հայկական ջարդարաբեդությունը ուսումնասիրող նոր գրասենյակի բացման արարողության։ Աշոտ Սևյան, Շուշիի ազատագրումեն մինչև Արցախի հայատապումը։ Համշենի երգերը հայ ժողովրդի ցայնը Արևմտյան Հայաստանի մեջ։ Շուշին պիտի ազատագրվի, ան դարձած է վերադառնալու, վերագերդելու, վերազարթնելու մեր պատմական խորհրդանիշը։ Մեդաքսե Հակոբյան։ Շուշին Արցախի եւ Կովկասի մեջ հայ ինքնության, գրթության եւ մշակույթի խորհրդանիշ էր եւ ուներ համամարտկային նշանակություն։ Ադրբեջանի զուն գրագած է խնածախի ուղղությամբ։ Վերահրադարակված է Ստեփանագերդի Պետական դրամատիկական թատրոնի պատմությունը ներկայացնող գիրքը։ Լույս տեսավ Western Armenia շաբաթաթերթի 70-րդ թիվը։ Շաբիգին պատկերված է հայ հանճարեղ բանաստեղծ Պետրոս Թուրյանը։ Բադանի դարիքեն անցուցաբերած է անսահման սեր քրագանության հանդեպ, որ դարձած է իր կյանքի անբաժան ուղեկիցը։ Տեբետ կյանքը կարճ եղած է եւ լի դարաբանքներով Թուրյան հաջողած է ստեղծել գեղարվեստական հարուստ ժառանգությունը։ Թերթի այս թիվին մեջ ընթերցողները կգրնան ծանոթանալ հետևյալ ուշագրավ նյութերուն։ Հանդիպում Արցախի հայերու հետ, Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահի մասնակցությամբ։ Համշենի մշակույթը նարեգացի արվեստի միությանց մեջ բանախոսություն եւ բարեր։ Թրկական գեղձարարությունները հայ ծիծապանության նկատմամբ։ 2025-ի մայիս 7-ին Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի ներկայացուցիչները ազգային խորհրդի նախագահ բարոն Արմենակ Աբրահամյանի գլխավորությամբ մասնակցեցան հայկական ջարդարաբեդությունը ուսումնասիրող հիմնադրամի նոր գրասենյակի բացման հանդիսավոր արարողության։ Նոր գրասենյակին մեջ բացվեցան հիմնադիր Արմեն Հախնազարյանի անվան դահլիճը եւ հուշարձանակետ Սամվել Ղարաբեդյանի անվան գրադարանը։ Միջոցառման ընթացքին ելույթներ ունեցան հիմնադրամի հոգաբարձուներու խորհրդի նախագահ Ժորա Մանուճարյանը, փոխնախագահ Ռուբեն Գալիչյանը, խորհրդի անդամ Մարգրիտ Հախնազարյանը, հիմնադրամի դնորեն Էմմա Աբրահամյանը եւ համադնորեն Ռաֆիկ Կորտոշյանը։ 1992 թվականի մայիս 8-ին ազատագրվեցավ Ադրբեջանի կողմէ բռնակրաված Շուշին, ինչը աստեց մնացած տարածքներու ազատագրման վրա։ Չարեկդարձի Աշոտ Սևյան Արցախյան պատերազմներու մասնակից կնշե, որ Ադրբեջանի ներքին քաղաքական անկայունությունը նաև նպաստեց Շուշիի ազատագրմանը։ Ես չէի մասնակցած Շուշիի գործողության, որովհետև վիրավորված էի։ Շուշին հեշտ ազատագրվեցավ։ Հարվածները անսպասելի էին։ Թշնամին խուճապի մատնվեցավ։ 2020-ի պատերազմեն յետ կարելի էր բահել Արցախը, բայց Արևելյան Հայաստանի իշխանությունը այդպես չրավ, ըսած է Սևյանը։ Ան գնդկձե Քարվաճարի բահբանումը գենսական էր, սակայն Արևելյան Հայաստան իշխանությունը այն հանցներ է պատերազմեն յետք։ Սևյան կմեղադրե Արևելյան Հայաստան ներկայիս իշխանությունը Արցախի հայատապման ու շրջափակման մեջ։ Հաշվարկված ամեն ինչ տվին, հիմա Շուշիի հերոսները մորցված են։ Արևմտյան Հայաստանի սիրտը, Համշենի լեռները թեր կշնչեն հայկական մշակույթով։ Վերջերս Ռիզեի Այդեր Փարսավանտագին նկարահանված տեսանյութ մցույց կուտա համշենահայերու հայկական երգերով ողջունելը հայ զբոսաշրջիկներուն։ Չնայած կրոնական եւ լեզվական փոխանցումներուն, համշենահայերը պահպանած են իրենց ինքնությունը լեզվով, երգով եւ ավանդույթներով։ Համշենի հայկական երգերը հնչելով կվկայեն, որ հայկական մշակույթը կենդանի է, իսկ համշենահայերը անբաժան մասնիկ մեր պատմության։ Մեդաքսե Հակոբյան իր թեմադեդրի էջին մեջ գրած է. Շուշին պիտի ազատագրվեր։ Ազատագրումը պատասխանն էր 1920-ի մայիսին, երբ կրակով ու սրով ճնճվեցավ հայկական Շուշին։ Ավերվեցան եկեղեցիները, մշակութային կետրոնները, գոդորվեցավ խաղաղ բնակչությունը։ Շուշիի ազատագրումը պատմական արդարության վերականգնումն էր։ Շուշին պիտի ազատագրվեր, որովհետև հայ ժողովուրդը չէր կրնար ապրիլ իբրև խոհազուրկ, հոգեզուրկ ճնշված ազգ։ Շուշիի ազատագրումով մենք դարձյալ ցեվագերբեցինք մեր ինքնությունը։ Անիկա ազգային արժանապատվության հաղթանակ մներ ոչ միայն զենքով, այլ հոգիով։ Շուշին պիտի ազատագրվի, քանի որ ան դարձած է վերադառնալու, վերագերդելու, վերազարթնելու մեր պատմական խորհրդանիշը։ Ան մեզի համար ոչ միայն վայր մնե, այլ երազանք, նպատակ եւ իրավունքի մարմնացում։ Շուշին պիտի ազատագրվի։ Շուշին դարեր շարունակ եղած է Արցախի եւ ամբողջ Կովկասի հայ ինքնության հոգևոր, գրթական եւ մշակութային կարեւորագույն կետրոնները։ Փերթաքաղաքի աշխարհագրական թիրքը նպաստած է իր ռազմական, ինչպես նաեւ մշակութային եւ հասարակական թերին։
Շուշին աչքի ընկած է գրթական հաստատություններով, հոգևոր կառույցներով եւ ան եղած է տնտեսական եւ հասարակական շարժումներու կետրոն։ 2020-ի պատերազմեն յետք Ադրբեջանի իշխանությունները որդեգրած են Շուշիի հայկական ժառանգության համագարկված ոչնչացման եւ յուրացման քաղաքականություն, վնասելով եկեղեցիները, աղավաղելով հայկական պատմությունը, փոխելով քաղաքային միջավայրը եւ այն ներկայացնելով որպես ադրբեջանական մշակույթի կետրոն։ Հայտարարությունը կընդգծե Շուշիի համամարտկային մշակութային արժեք հանդիսանալու հանգամանքը եւ գոչ կնե միջազգային հանրության միջամտել պաշտպանելու Շուշիի հայկական մշակութային ժառանգությունը եւ կանգնեցնելու Ադրբեջանի կողմէ իրականացվող մշակութային ցեղասպանությունը։ Մայիսի 7-ին Ադրբեջանի զինված ուժերու ստորաբաժանումները գրակ բացած են Սյունիքի մարզի Խնաձախ գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասված է բնակելի տան մտանիքը։ Ադրբեջանական կողմին գոչ կուղենք հետաքննել Խնաձախի բնակելի տան քննադատության փաստը եւ հրաբարակային բացատրություններով հանդես գալ, նշված է հաղորդակցության մեջ։ Վերահրատարակվեր է Ստեփանագերդի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի պատմությունը ներկայացնող «Դարերկություն 1932-2023» գիրքը։ Նախաձեռնությունը կպատկանի Հայաստանի թատերական գործիչներու միության Նարինե Չարչյանի աջակցությամբ։ Միության նախագահի խոսքերով գիրքը թատրոնի 90-ամյա պատմության արժեքավոր ու գիտական մակարդակի ամփոփումն է։ Այն առաջին անգամ տպագրվել էր 2019-ին, սակայն Արցախեն Երևան հասած էին միայն 3 օրինակ։ Հեղինակի խնդրանքով գիրքը վերահրատարակվեցավ, ներառելով նաև վերջին տարիներու գործունեությունը եւ նոր շաբիկով։ Գիրքը հասանելի պիտի ըլլա շարք մշակութային եւ գիտական հաստատություններուն մեջ եւ նախադեсված է մասնակիցներու եւ թատերական արվեստի սիրահարներու համար։ Այդ պատմությունը չնչել հնարավոր չէ։ Գիրքը վկայություն է, որ թատրոնը կշարունակի ապրիլ սերունդներու հիշողության մեջ, նշեր է Ղազանչյանը։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվան համար այսքան ենք նախադեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։